Դերմեդիկ միջոցները մշակվում են ժամանակակից լաբորատորիաներում, շնորհիվ մաշկաբանների, գիտնականների և բիոտեխնոլոգների համատեղ ջանքերի։ Արտադրանքի մշակման առանցքային հիմքը գիտությունն է և երկարամյա փորձն ու գիտելիքները մաշկային հիվանդությունների բուժման և կանխարգելման ոլորտում։ Հիմնվելով հավաստի և ճշգրիտ հետազոտությունների վրա, մենք ստեղծում ենք արդյունավետությանը համընթաց նրբությամբ դերմատոկոսմետիկ միջոցներ, ալերգիկ, հիպերակտիվ և խնդրային մաշկի առողջության և խնամքի համար, ձգտելով յուրաքանչյուր արտադրատեսակում միավորել ամենախստապահանջ կարիքներին համապատասխան առավելագույն արդյունավետություն և լավագույն տանելիություն։ Դերմեդիկ ընկերությունը գիտակցաբար և պատասխանատվությամբ է վերաբերվում բնության կարևորությանը և շրջակա միջավայրի անվտանգ պահպանությանը։ Արտադրանքը չի փորձարկվում կենդանիների վրա։ Բնության հարստությունը ոգեշնչում է մեզ, մենք էլ համադրում ենք այն գիտական նվաճումների հետ։ Մեր դերմատոկոսմետիկ արտադրանքի հիմքային բաղադրիչներից է կենտրոնական Եվրոպայի աղբյուրներից ստացվող ցածր հանքայնությամբ բյուրեղյա մաքուր հիպերթերմալ ջուրը, որի բացառիկ հիպոտոնիկ կառուցվածքը և սիլիցիումով հարուստ բաղադրությունը նպաստում են մաշկի առավել բարելավմանը և ցուցաբերում առանձնահատուկ դրական ազդեցություն զգայուն և հիպերակտիվ մաշկի դեպքում։ Դերմեդիկ, մենք ձեզ հետ ենք և ձեզ համար։ Բարև ձեզ, ես մաշկաբան սեռավարակաբան կոսմետոլոգ Էդգար Արաքելյանն եմ, եւ այսօր մենք խոսելու ենք ռոզացեայի մասին։ Երբ որ դուք ունենում եք կայուն, կարմրություն, այրոցի զգացողություն եւ բշտիկների առկայություն, հավանաբար դա արդեն ռոզացեա է։ Ռոզացեան դա ուղղակի կարմրություն չէ այրոցի զգացողությամբ եւ բշտային ցանավորմամբ, դա արդեն քրոնիկ հիվանդություն է մաշկի, որը պահանջում է ավելի հստակ, կանոնավոր բուժում։ Պատկերացրեք ձեր դեմքի մաշկի անոթային ցանցի կենտրոնական հատվածը անսպասելի լայնանում է քթին, այտերին, կզակի հատվածում եւ դա ոչ մի ձև չի հանգստանում։ Եվ հենց այդ անկառավարելի ախտանիշը կոչվել է ռոզացեա։ Դա կարող է հանգեցնել տեսանելի արտահայտված մազանոթային ցանցի բորբոքային էլեմենտներին բշտիկային ֆորմայի, որը շատ հաճախ խառնում են ակնեի հետ։ Հենց այդ դրա պատճառով ռոզացեան ունի եւս իր երկրորդ անունը՝ վարդագույն ակնե, բայց իրար պետք չի խառնել եւ իրանք ունենալու են տարբեր բուժումներ։ Հասկանանք, թե որոնք են ռիսկի խմբերը։ Դա սպիտակամաշկ 30 տարեկանից բարձր աղջիկներ եւ կանայք են, սակայն տղամարդիկ են ունենում ռոզացեա։ Տղամարդկանց մոտ եւս լինում է ռոզացեա, սակայն իրանք հանդիպում են ավելի վատ վիճակում եւ ավելի շատ բարդություններով։ Հնարավոր չէ նշել որևէ մեկ պատճառ առաջացման համար այդ հիվանդության, իրանք բազմաթիվ են։ Միակ բանը, որ հաստատ է, դա սրացման գործոններն են, որոնք կարող են լինել մի քանիսը նույն մարդու մոտ։ Սրացման գործոններից ամենածանրակշիռը դա արտաքին ջերմաստիճանի կտրուկ տատանումներն են։ Հաջորդը դա սնունդն է, կծու, համեմված եւ տաք ուտելիքները եւ իհարկե ալկոհոլը։ Մյուս գործոններից են դա արևի ճառագայթումը, էմոցիաները, ստրեսը, զայրացումը, հուզմունքը։ Սրացման գործոնը նաև կարող է հանդիսանալ ձեր կոսմետիկ միջոցները, եթե իրենց մեջ պարունակում են ագրեսիվ կոմպոնենտներ, սալիցիլատ 2 կամ սպիրտային մազ կամ որևէ այլ գրգռիչներ, որոնք կարող են ունենալ բացասական ազդեցություն ձեր մաշկի վրա։ Համալիր բուժման դեպքում ռոզացեան կառավարելի հիվանդություն է, ինչի համար անհրաժեշտ է դրդապատճառների վերացում եւ գրգռիչ գործոնների խիստ վերահսկում։ Երկրորդը՝ արտաքին բուժում, հատուկ միջոցներ, որոնք կօգնեն մեզ կառավարել բորբոքումը եւ հանգստացնել ձեր գեր գրգռված մաշկը։ Օրինակ դերմատոկոսմետիկա, հատուկ կրեմներ եւ գելեր։ Եվ իհարկե սիստեմային բուժում, երբ որ հիվանդության սահմանները այդքան են լայնացել եւ բորբոքային էլեմենտների քանակը շատ է, եւ այդ ժամանակ մենք չենք կարող խուսափել դեղորայքային բուժումից։ Այդտեղ գումարվում են հակաբիոտիկներ քիչ դոզաչափերով եւ որոշ դեպքերում տրիտինոիններ։ Նաեւ բուժման ընթացքում մեզ շատ հաճախ օգնում են ապարատային միջամտությունները։ Եվ ամենաէֆեկտիվ միջոցը լայնացած անոթային ցանցի հեռացման համար դա IPL եւ NDIAC տեխնոլոգիաներն են։ Եվ իհարկե մենք չենք կարող անտեսենք բոտուլինոտոքսինի ներարկումները, որը օգնում են առաջնային ստադիաների ժամանակ տրանզիտոր կարմրության դեպքերում։ Ժամանակակից մաշկաբանությունը նաև չի պատկերացնում որևէ բուժում առանց ճիշտ ընտրված տնային խնամքի։ Դա շատ կարևոր պայման է մարդկանց համար, ով ունի ռոզացեա, քանի որ իրենց մաշկը գերզգայուն է եւ ջերմահարված։ Դերմատոկոսմետիկայի մեջ մենք միշտ ուզում ենք տեսնել լավ բալանսավորված միներալների եւ վիտամինների կոմպլեքսներ, որոնցից են սիլիցիում, մագնեզիում, պղինձ, վիտամին A, E, C։ Ինչի հաշվին մենք ստանում ենք հակաբորբոքային ազդեցություն, կերատինային շերտի վերադասավորում եւ պատնեշային շերտի պահպանում։
Ի հավելում այդ ամենին մենք ցանկանում ենք ունենալ պրեպարատներ, որոնք մեջը պարունակում են թերմալ ջուր, ալանտոին, պանտենոլ, գլիցերին, տրեգալոզա եւ իհարկե նիացինամիդ ու տրոքսիրուտին։ Եկեք հասկանանք նաեւ ինչ է լինելու, եթե մենք չսկսենք բուժումը։ Միշտ դա մի ելք ունի, ավելի բարդանալու է եւ ինքնուրույն չի կարգավորվի։ Նաեւ մենք կարող ենք հանդիպենք ամենալավ տարբերակներից, եթե դա կայուն զարգացած անոթային ցանցն է։ Տղամարդկանց մոտ հիշում եք, որ ասում էինք, միշտ ավելի բարդ է գնում։ Իրանց մոտ շատ հաճախ հանդիպում են ֆիմոզ երևույթներ։ Ամենատեսանելի վատ բարդություններից մեկն է դա ռինոֆիմանը, երբ որ քթի չափերը մեծանում են եւ մաշկը պնդանում է, որի լուծումը դա միայն մաշկի վիրատական կամ լազերային հեռացումն է։ Հաջորդ բարդությունը դա կոպի բորբոքումն է եւ աչքի սկլերայի բորբոքումը, որը արդեն կարող է բերի կույրությանը։ Նաեւ պսիխոլոգիկ ֆակտորը չմոռանանք։ Ռոզացիա ունեցող մարդիկ խուսափում են լինել սոցիալական կենտրոնական դիրքում, որի պատճառով ընկնում է կյանքի որակը։ Ռոզացիան դա ընդամենը կոսմետիկ դեֆեկտ չի, դա լուրջ հիվանդություն է, որը պահանջում է լուրջ հսկողություն մաշկաբանների կողմից։ Եվ ինչքան շուտ դուք դիմեք բուժման համար, այդքան ավելի շատ են ձեր շանսերը ունենալ լավագույն արդյունք եւ առողջ մաշկ։ Ձեր մաշկը դա ձեր արտացոլանքն է։ Բուժեք այն սիրով եւ մասնագիտական աջակցությամբ։